Компании «Ташир». Все грани бизнеса. Ֆորտունայի եթերում լրատվության ժամ է, դուք դիտում եք մոլորակի հիմնական թողարկումը, բարև ձեզ։ Եվ այսպես Լոռու մարզի 6 համայնքում Կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, այսօր ամենշաբաթի աշխատանքային խորհրդակցության ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին զեկուցել են, որ մարզի 3 համայնքում ղեկավար, 2-ում համայնքի ավականու անդամ, իսկ 1-ում 2-ը միասին են ընտրել։ Մարզպետի առաջին հարցը վերաբերել է ընտրությունների անցկացման որակին, ձևակերպումը հետևյալն է պատշաճ մակարդակով։ Այսպիսով Ահնիձորում ու Գեղասարում համայնքի ղեկավարի պաշտոնում կլինեն վերընտրված գյուղապետերը, իսկ Հայաղդանում ընտրությունները արտահերթ էին, 7 տասնյակից ավելի ձայնով ՀՀԿ-ական Արամ Ջանջուղազյանն է դարձել համայնքապետ։ Բլագադառնոյե համայնքում ընդամենը 11 կողմ ձայնով Աշոտ Ավետյանն է ստանձնել գյուղապետի պարտականությունները, որն է նորընտիր ղեկավարներից մարզպետարանի գլխավոր պահանջը, իմացեք մոլորակից անմիջապես հետո խորհրդակցության մանրամասները տեղ կգտնեն մարզպետարանի ժամ հաղորդաշարի այսօրվա թողարկման մեջ։ Շարունակում ենք թողարկումը, այսօր ընկերների օրն է, այդ մասին է առաջարկվող տեսանյութը։ Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ եւ ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։ Հունիսի 9-ը համարվում է ընկերների միջազգային օր։ Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը եւ այն համարել բարոյական եւ սոցիալական մեծագույն արժեք։ Բայց որպես կանոն իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ։ Օրվա նպատակն է անկախ կյանքի դժվարություններից ու տարաբնույթ խոչընդոտներից հիշեցնել ընկերներին, թե որքան կարեւոր են նրանք մեզ համար։ Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ 1935 թվականին Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակեց բարեկամության ազգային օր։ Այստեղից էլ սկիզբ առավ ընկերների ոչ պաշտոնական միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հունիսի 9-ին։ Տարիների ընթացքում տոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել եւ այսօր այն նշվում է բազմաթիվ երկրներում։ Լոռեցիներից շատերը տոնի մասին լավ գիտեն։ Աստղիկն օրինակ ասում է, որ ընկերության մեջ հիմնականում վստահությունն է կարևոր։ Ընկերներ շատ ունի, բայց մտերիմ ընկերներ ավելի քիչ են։ Ինձ նման են իհարկե, բայց բնավորության գծով չեմ կարող ասել են հենց ինչ-որ մի բան, որ ասեմ ինձ դա կգրավի էր, ընդհանուր մարդը կարող է, որ իմ նման մտածի էր, այդպես կարող եմ ասել։ Իմ ընկերը առաջին հերթին երևի ազնիվ մարդ պետք է լինի, ու շփող ավելի անմիջական։ У меня и одного друга хватит, если он настоящий։ Չէ, քիչ ունեմ, բայց լավ ընկերներ ունեմ։ Հաջողություն ու երջանկություն։ Բարի ընկերասեր, նախաշ չլինի ամենակարևորը։ Լավ ընկերներ բոլորին։ Երբ ցանկացած պահին կլինի կողքդ, ամեն դժվարության եւ ուրախության պահին։ Ընկերովի մը հարցանք է։ Առողջություն, էլի ընկերասիրություն, ու ամենալավն ու բարին։ Հավաք Սենդի կարծիքով ամուր ընկերության հիմքում ներողամտությունն է ընկած։ Հաշտ պետք է եղնի, վատատես պետք է չեղնի։ Ինչ եք մաղթում ընկերներին։ Շատ լավ բան եմ մաղթում, շատ աշխարհի ամենալավ բանը ունենան, որ լավ ընկեր լինեն։ Եթե տխուր լինեն, լավ ընկեր չեն կարող լինեն։ Հավատ ու իրոք իսկական ընկերություն։ Արժե հիշել, որ ընկերներին ընտրում ենք մենք, հավատարիմներին թողնում է ժամանակը։ Մնում է գնահատել եւ հավատարիմ լինել ընկերների նկատմամբ եւ շնորհավոր ընկերության օր։ Անահիտ Կարապետյան, Մհեր Թադևոսյան, Մոլորակ։ Անահիտ Կարապետյանը կպատմի նաև այն մասին, թե ինչ նոր առաջարկներ ունի Ucom ընկերությունը։ Արդեն 1 տարի է ինչ Ucom ընկերությունն իր ծառայություններն է առաջարկում Վանաձորում, հասցրել է ձեռք բերել բաժանորդների վստահությունը։ Նոր հնարավորությունների ու բարձրորակ ծառայությունների հետ համատեղ ընկերությունը շարունակում է հանդես գալ նաև տարաբնույթ եւ նորանոր ակցիաներով։ Վանաձորում այսօր Ucom-ը հայտարարեց իր ամառային ակցիայի մասին՝ ճկուն սակագներ, սրանք ակցիայի գլխավոր առաջարկներն են։ Արդեն 1 տարի է Ucom ընկերությունը Վանաձորում գործում է եւ 2013 թվականին մենք գործացեցինք նոր սակագին ուսանողների համար 6000 դրամի դիմաց մենք ուսանողներին տրամադրում ենք 12 մեգաբիտ ինտերնետ։ Այսօր երկրորդ փուլն է եկել, կարելի ասել, երբ որ 8500 դրամի դիմաց մենք Վանաձորի բնակիչներին տրամադրում ենք 3.1 փաթեթ, որն իր մեջ ներառում է 8 մեգաբիտ ինտերնետ, TV 41 ալիքներով, 2 HD որակի ալիքներով եւ 170 րոպե հեռախոսակապ։
Յուքոմի կողմից առաջարկվող ակցիան այսքանով չի ավարտվում, փաթեթը տրամադրում է նաև Wi-Fi-ի անվճար ակտիվացում։ Այս նոր փաթեթի մեջ մենք ներառում ենք նաև հնարավորություն մեր ֆիրմայի կողմից անվճար տրամադրում ենք Wi-Fi-ի ակտիվացում, որպեսզի բնակիչները կարողանան օգտագործեն իրենց սարքավորումները անլավ տարբերակով, նաև տրամադրում ենք 1 ամիս անվճար տարբերակ։ Յուքոմի մասնագետների կարծիքով ակցիան անպայման կգոհացնի վանաձորցիներին, քանի որ հաշվի են առնվել բաժանորդների ցանկությունները։ Մեկ տարվա ընթացքում մենք ամեն օր տեսնում ենք ավելի մեծ վստահություն, աջակցություն, շատ վանաձորցիները ավելի են վստահում մեզ, հաշվի առնելով նաև այն, որ Յուքոմը տեղական կազմակերպություն է եւ հասանելիության խնդիրները որոշակի լուծելուց հետո ավելի շատ մարդիկ վստահ են, որ կմիանան մեզ։ 8500 դրամանոց սակագնային փաթեթը, որ իր մեջ ներառում է մեր ավանդական 3 ծառայությունները, այդ փաթեթը միայն ու միայն վանաձորցիների համար է մշակվել եւ հաշվի առնելով Լոռվա մարզի յուրահատկությունները, մենք փորձել ենք նաեւ սակագնային փաթեթի մեջ ներառել տեղական ալիքներ, որպեսզի վանաձորցիները ավելի հեշտությամբ կարողանան օգտվել հեռուստատեսային ալիքներից։ Իսկ հիմա հեռուստատեսային ալիքների մեջ ես նշեմ, որ կան 2 HD ալիքներ։ Յուքոմի ամառային ակցիան կգործի մինչև օգոստոսի 31-ը եւ որ ամենակարևորն է միմիայն վանաձորցիների համար։ Անահիտ Կարապետյան, Ազգանուշ Մկրտչյան, Մոլորակ։ Մեր հաջորդ տեսանյութը մարզկենտրոնի բնակիչների շաբաթօրյա ժամանցի մասին է։ Մարզկենտրոնի լոռի ուրախների եւ հնարամիտների ակումբ թիմի նախաձեռնությամբ կայացավ Վանաձոր-Երևան տրանզիտ, որին մասնակցեց Երևանի պոլիտեխնիկի թիմը։ Հյուրերի թվում Տարոն Իսպիրյանն էր, վիտամինից հայտնի Պոնչը։ Մեր սցենար գրելով, մեր աշխատանքով փորձեցինք դրական լիցքեր այս ամառվա սկզբին, դրական լիցքեր հաղորդել մեր հանդիսատեսին, որպեսզի ամառը եւ շոկ օրերը սկսեն ուրախ։ Բարձր տրամադրություն, անսպառ հումոր, մասնակիցներն ամեն ինչ արեցին հանդիսատեսին գոհացնելու համար։ Վերջիններս իրենց հերթին հնչեցրին հումորային հարցեր, որոնց հաջորդեցին նույնպիսի պատասխաններ։ Լավագույն հարցերի հեղինակները ստացան խրախուսական նվերներ։ Տաղանդավոր երեխաներ են հավաքվել, տղաներ են հավաքվել։ Միշտ ցենց ուրախ առիթներ թող կազմակերպեն, որպեսզի երեկոները վանաձորցիների համար ցենց ուրախ տրամադրությունով ավարտվի։ Երեքաղաքից ժամանած մասնակիցներին Վանաձոր բերել էր նախ եւ առաջ ընկերությունը, ինչու՞ չէ նաեւ Վանաձորցի հանդիսատեսին ներկայանալու մեծ ցանկությունը։ Ամենաառաջինը, ամենակարևորը երկընկերությունը, որտեղ այդ ընկերության շնորհիվ այս հաճախումները, որ կան, հենց այդ ընկերության շնորհիվ որ մենք կան, գալիս ենք, շփվում ենք, կավայնի իհարկե դա առիթ է, կավայնը ապրելակերպ է եւ այդ ապրելակերպի առիթից ելնելով մենք հիմա ունենք Վանաձորում ընկերներ եւ տեսակ մի ամբողջ դահլիճ ընկերներ ունենք ու մենք գիտենք երբ Վանաձոր գալիս ենք ինչպես մեր տուն են գալել էլի։ Վանաձորում ժողովուրդը ավելի տոլերանտ է, անկեղծ, ավելի կիրթ է, ավելի տեղեկացված է, ավելի գնահատում տեքստային հումորը, գրական հումորը, իսկ դա շատ կարևոր է։ Վանաձորում պարզապես հասկանում եք ներեցն արտադրության, թողինցներն արտադրության համար կապիկությամբ չես կարող ժպիտ փոկել Վանաձորյան հանդիսատեսից։ Այդ պատճառով ինձ համար, կոնկրետ ինձ համար Վանաձորում ելույթ ունենա դա շատ լուրջ քննություն է։ Թե հանձնեցի կամ չհանձնեցի արդեն հանդիսատեսը գիտի։ Լոռի ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմը հունիսի 29-ին Օդեսայում կմասնակցի լիգայի 1/4 եզրափակիչ փուլին։ Սա խոսում է նրա մասին, որ նրանք ունեն ձգտում, նրանք կարող են գնալ առաջ եւ առիթ օգտվելով ցանկանում եմ հաջողություններ մաղթել առաջիկա խաղի ժամանակ, ցանկանալ միմիայն հաղթանակ, որպեսզի նրանց վերադարձից հետո եւս մի նման հիանալի խաղ ունենանք եւ կարողանանք մեկս մյուսի շնորհավորել եւ զվարճանալ։ Հանդիսատեսին ուրախացնելու զատ հանդիպումը նաեւ պայքարի յուրովի կոչ էր ընդդեմ հակառակորդի։ Եթե ուղեղը պարզ մտածի Բերանը սուր խոսի, բազուկների երբեք չթուլանան ժողովուրդ։ Իրար թառոք շմիգի թոքերը միայն մաքուրոտ խմեն կամ շնչեն։ Այդ ժամանակ
սիրտը առողջ կլինի։ Ու Հայաստանի թշնամիները հավերժ կլինեն Հայաստանի ոտքերի տակ ժողովուրդ։ Վահար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսության Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Լուսատուն ներկայանում է իր առաջադեմ էլեկտրամոնտաժման համակարգի համար նախատեսված բոլոր տեսակի ժամանակակից սարքավորումներով։ Հաղորդալարեր եւ մալուխներ սկսած 0.12 մմ քառակուսուց մինչև 250 մմ քառակուսի կտրվածքով, ինչպես պղնձե, այնպես էլ ալյումինե։ Ուղետաժներ, էլեկտրական պահարաններ, մագնիսական թողարկիչներ, եռաֆազների համար նախատեսված ավտոմատ անջատիչներ, պաշտպանի ճանջատման սարքեր, ջերմային ռելեներ, ինչպես նաև մանրամասն խորհրդատվություն։ Լուսատու, էլեկտրամոնտաժեք ձեր բնակարանը, օֆիսը կամ արտադրամասը բացառապես մեր որակյալ սարքավորումներով։ Լուսատու։ Տեսար չէ, որ ամենալավ ու մատչելի ապրանքն էստեղ էր։ Լյուքս մասնագիտացված խանութսրահ, խնայեք ձեր ժամանակը։ Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցներն են Lux Computers-ը եւ Լուսատու մասնագիտացված խանութ սրահը այժմ եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հունիսի 10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում նաեւ կարկուտ։ Քամին հարավարևմտյան շրջաններում կլինի մինչև 10 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչև 23 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ից 14-ը կնվազի մոտ 3-ից 5 աստիճանով։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 16, ցերեկը 28 աստիճան տաքություն։ Տաշիրում սպասվում է գիշերը 13, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 16, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 12, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 13 աստիճան, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 14, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Երևանում հունիսի 10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչև 20 մետր վարկյան արագությամբ։ Մայրաքաղաքում կդիտվի մինչև 32 աստիճան տաքություն։ Այժմ մեկ լուր աշխարհից Բրազիլիայի Պարանա նահանգում տեղատարապ հանձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է 9 մարդ, ընդհանուր առմամբ տուժել է 70 քաղաք։ Ջրածածկ են բազմաթիվ տներ, որոնցում ընդհանուր առմամբ ապրում է 48,000 մարդ։ Որոշ մայրուղիներ ջրի տակ են անցել, իշխանությունները մտադիր են առաջիկա ժամերին արտակարգ դրություն հայտարարել։ Ըստ օդերևութաբանների ուժեղ անձրևները կշարունակվեն եւս մեկ օր։ Եղանակն այսօր այսպիսին էր, անկախ եղանակից եղեք լավատես, ցտեսություն։